Հարկավոր է այդ պետականական գավառասիրությունը արմատախիլ անել, եթե ուզում ենք ունենալ իրապես հայրենասեր հասարակություն ու պետություն։ Իրական հայրենասեր զինվորը խորապես կգիտակցի, որ իր տունը չի սահմանափակվում միայն իր տան 4 պատերով, այլ ընդգրկում է հայրենիքի ամբողջ սահմանը։ Նրա համար հայրենիքը սկսում է յուրաքանչյուր սահմանային դիրքից, եւ նրա տան մասն են հայրենիքի ամեն գետ, լիճ, սար եւ անտառ։ Մենք չպետք է նայենք, թե կողքի մարդը ինչպես է մտածում կամ ինչ է անում։ Մենք պարտավոր ենք անձնական պատասխանատվություն կրել եւ մեր պարտականությունները կատարել, անեն այն, ինչ պետք է անել, հանուն մեր ազգի զարգացման, հայրենիքի բարգավաճման ու պետության հզորացման։ Պետք է անենք այն, ինչը ճշմարիտ է ու արդար, ոչ թե բախտոց սրիկայի պես արդարացումներ ստեղծենք մեր պարտականություններից խուսափելու համար։ Հայտնի ասացված կա, որը լավ բնութագրում է այս ամենը։ Նվաստ մարդը վիճում է իր իրավունքների շուրջ, մինչդեռ վեհ մարդը պարտականություններ է դնում իր վրա։ Կարևոր է, որ մենք մեր սխալներից սովորենք եւ մեր թերությունները իմանանք, որպեսզի կարողանանք շտկել դրանք պատրաստ լինելով գալիք մեծ ճգնաժամի ու դժվար մարտահրավերների, որոնք մեզ անխուսափելիորեն սպասվում են։ Չպետք է մոռանանք, որ պատմությունը երբեք չի ներում այն ժողովուրդներին, ովքեր իրենց սխալներից դասեր չեն քաղում եւ պատրաստ չեն դիմակայելու իր դաժան փորձություններին։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, եթե մենք չկերտենք այն, ուրիշները կկերտեն մեր փոխարեն։ Իրական փոփոխությունը սկսում է հենց մեր նմաններից, նույնիսկ եթե առայժմ փոքրամասնություն են կազմում։ Ամեն ժողովուրդ արժանի է լինում իր կառավարությանը, հետևաբար եկեք դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել մեր երկրում, որպեսզի ունենանք այնպիսի կառավարություն, կառուցենք այնպիսի բանակ, կերտենք այնպիսի ազգային պետություն, որը մեր ազգի մեջ կներշնչի իմաստություն, քաջություն եւ զորություն։